Բարի երեկո, լրատվական կենտրոնն է Ազատության եթերում, օրվա թեմաներն են։ Նոր-Նորքի թաղապետը թիմակիցների հետ ծեծի է ենթարկել իրեն քննադատած ակտիվիստին, իրավապահները բռնության ենթարկվածի հետևից են գնացել։ Ադրբեջանի կրակահերթի տակ հայտնված գյուղեր են այցելել նախարարներ, բայց սահմանային լարվածության մասին չեն խոսում։ Քննարկել ենք նրանց ուզող բոլոր հարցերը։ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ տվեց մեղադրանք առաջադրել դատավոր Արտուշ Գաբրելյանին, դատախազը միջնորդել է նաև կալանավորել նրան։ Արցախի նախկին պետնախարարը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների կոնգրեսում, խնդրելով պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ։ Պաշտոնավարումից 100 օր անց Դոնալդ Թրամփին դեռ չի հաջողվում ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը։ Նախորվա աղմկահարույց միջադեպը Նոր-Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը մի քանի թիմակիցների հետ հենց իր ընդունելանում տեսախցիկների առջև ծեծի է ենթարկել իրեն քննադատող ակտիվիստին, որը նախորդին բարձրաձայնել էր, թե թաղապետարանի վերանորոգած մանկապարտեզում սալիկներն ու ասֆալտը պոկվում են։ Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցության անդամ թաղապետը նախ զանգահարելու հայոյել էր ակտիվիստին, իսկ արդեն այսօր սպառնալիքները բռունցքներով կյանքի կոչել։ Միջադեպից շուրջ 10 ժամ անց նա դեռ ազատության մեջ է ու շարունակում է պաշտոնավարել։ Դու լավ տղեն դու չես։ Երևանյան խնդիրների մասին պարբերաբար հազանգող ակտիվիստ Արթուր Չախոյանին Նոր-Նորքի թաղապետարանում այսօր առավոտյան սկսել են ծեծել այս հանդիմանությունից հետո։ Ենթադրաբար հենց թաղապետարանի աշխատակիցներն են բարկանում Չախոյանի վրա, ապա նրանցից մեկը մեջքից հարվածում ու սկսվում է մի ծեծ, որին միանում է ու ըստ կադրերի կրքով մասնակցում Նոր-Նորքի վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն անձամբ։ Երբ դեպքի վայր, այսինքն պետական շենք հասանք, այդտեղ շարունակվում էր մի հանրային քննարկում, որին ցանկացել էր մասնակցել նաև Արթուր Չախոյանը։ Նա մասիվի բնակիչ է եւ իր Բաքում կառուցվելիք բազմահարկի դեմ բազմից է հազանգել։ Նրան ծեծելուց ու մուտքն արգելելուց հետո քննարկումը անվրդով շարունակում էր ծեծողներից թաղապետը։ Հանրային քննարկման եմ, կվերջացնեմ, կպատասխանեմ հանրային քննարկման։ Այս ընթացքում ոստիկանությունը բերման ենթարկեց Արթուր Չախոյանին։ Ոստիկանության Նոր-Նորքի բաժանմունքի մոտ շտապ օգնության մեքենաներ։ Ակտիվիստը բաժնից տեղափոխվեց բուժ հաստատություն, դեմքին վնասվածքներ էին, դժվարությամբ էր քայլում, հասցրեց տեղեկացնել, որ ձերբակալված է։ Խուլիգաններ են, ոստիկանություն եմ գնում, գլուխս պտտվում է, ժողովուրդ հետո հարձակվել է, ցանկ խուլիգանի թալանչի պիղծ իշխանությունը թաղապետի գլխավորությամբ։ Գլուխս արնա զեղում է տեղի ունեցել։ Հիմա ձերբակալված կա։ Այո, ոտես մի փոքր ցավում է, դրա համար հասկացա։ Ժողովուրդ ճանապարհ դուրս ենք գալիս։ Մինչ ծեծված ակտիվիստին տեղափոխում էին հիվանդանոց, թաղապետարանում հանրային քննարկումն ավարտվեց։ Թաղապետը, ինչպես նրա թիմակիցներն ասացին, գնաց սնվելու։ Նրա ձերբակալության մասին որևէ խոսք չկար։ Ոստիկանությունից տեղեկացանք, թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով 6 անձ ձերբակալվել է։ Նրանց թվում չէ վարչական ղեկավարը։ Տիգրան Տեր-Մարգարյանը նաև հրաժարականի միտք չունի, հասկացանք թիմակցին աջակցելու համար թաղապետարան հասած Անի Խաչատրյանի խոսքից։ Նա Երևանի ավականու Հանրապետություն խմբակցության ղեկավարն է։ Հրաժարականի հարց քննարկվել է, թե ոչ մենք։ Իհարկե ոչ։ Ժողովուրդ, իհարկե ոչ, մենք Հանրապետություն կուսակցությունն ենք։ Ու միշտ դուխով ենք տեղեկացրեց ավականու անդամը, նա ի դեպ ծեծից հետո թաղապետարանում էր, պնդում էր, որ այսպիսով պաշտպանում են երկիրը սադրողներից։ Ինչն է սադրանք համարում Հանրապետություն կուսակցության անդամը, ավականիում իշխող ուժի գործընկերը։ Նայեք, ՔՊ-ի մանկապարտեզը սարքած մանկապարտեզի ճաչեն է։ Օրեր առաջ ավականուն դիմադիրներից Մեսրոպ Մանուկյանն ու ակտիվիստ Չախոյանը Նոր-Նորքի 105-րդ մանկապարտեզից կադրեր էին տարածել։ Դրանցում նրանք առանց մեծ ջանքի պոկում էին ասֆալտը, պատիներկը, նույնիսկ քարերը։ Այսինքն ձեր գլխին պետք է որ հասկանաք։ Պնդում էին Լիլիանարմ ընկերությունը, որ իշխանական մի դեմքի է պատկանում, անորակ մանկապարտեզ է կառուցել, եւ սա այդ ընկերության հերթական վատ շինարարությունն է։ Այս տեսանյութին հետևել էր Նոր-Նորքի թաղապետի հեռախոսազանգը, սպառնալիքներով, հայհոյանքներով ի պատասխան նաև Չախոյանն է հայհոյում։
Չախան այդ որ նյութ է կանում թաղապետին մատնանշում վրեն կողմ Էսրոպի լսի ես կով վրեն արա Երեք Չախոյանն ու Մանուկյանն ուղևորվել էին թաղապետարան վարչական ղեկավարին, այսպես ասենք, տեսնելու։ Նա տեղում չէր եւ ընդդիմադիրները որոշեցին հայհոյանքին պատասխանել դիդակտիկ նյութերով։ Յոգուրտը թափում ես նկարի գլխին, դա քաղաքական ակցիա է։ Իմ կողմից ես կոնկրետ պատասխանեցի, ես քաղաքական ակցիա եմ կատարել ու այդ անելու ժամանակ էլ ասել եմ, ես կատարում եմ քաղաքական ակցիա արել եմ ուղիղ թաղապետի լեքսիկոնին համարժեք։ Հետո արդեն այսօրվա ծեծներ Երևանի ավականում Մայր Հայաստան խմբակցության անդամ Մանուկյանը կարծում է, իշխող թիմը քաղաքացիական պայմանագիրն ու հանրապետությունը կոռուպցիոն գործարքներից հանրության ուշադրությունը շեղելու համար են հրահրում այս միջադեպերը։ Ես նորից եմ կրկնում, տրորել եմ կոռուպցիան։ Կոռուպցիայի պոչը տրորել եմ ու այս ամբողջը եղել է։ Իդեպ թաղապետը 3 երբ իր հայհոյանքներով լի ձայնագրությունը հրապարակվեց, ասաց, որ լավ է արել։ Այսօր Չախոյանին խմբով ծեծելուց հետո էլ է ասել լավ է արել։ Ինձ զարմացրել է միշտ, ես տենց էլ չեմ կարողանում հասկանամ, դա որտեղից է ծագում եւ ինչից է գալիս։ Փոքր տղաներին հայհոյանք սովորացնելու մշակույթը։ Հայաստանի վարչապետը նախորդ շաբաթվա կառավարության նիստում ապշած էր հայհոյանքը որտեղից է ծագում, իսկ համայնքային պաշտոնյայի հայհոյանքն ու ծեծն առայժմ բուռն քննարկման ենթակա է միայն համացանցում։ Վարչական ղեկավարը ձերբակալված չէ, հրաժարականի միտք չունի, հակառակը թիմակիցները նրան միայն ոգևորում են։ Հանրապետություն կուսակցությունն իր պաշտոնական էջում հրապարակել է թաղապետի «Հայհոյել եմ, լավ եմ արել» վերնագրով մեկնաբանությունը։ Երևանի քաղաքապետն էլ 3 հայհոյանքների վերաբերյալ հարցինի պատասխան ասաց Մարթեն։ Երբ որ արդեն անցնում են անձերի բարոյականությանը, վիրավորանքներին, կներեք, բոլորն էլ մարդ են, բոլորն էլ կարող է ինչ-որ արդեն նյարդերը տեղի տան ու մի բան էլ մյուս կողմը ասի, մի բան էլ ավել ասի։ Քիչ առաջ հայտարարություն է տարածել Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Դատապարտում են երեկվա ու այսօրվա միջադեպերը, տարակուսում, որ իրավապահները 3 թաղապետարանում տեղի ունեցածին որևէ գնահատական չեն տվել։ Իշխող թիմն այսօրվա ծեծը հենց դրա հետևանքն է համարում։ Այսօրվա դեպքի առթիվ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով։ Ծեծված Արթուր Չախոյանը հիվանդանոցում է։ Նրա փաստաբանը օրվա ավարտին տեղեկացրեց, որ նա ազատ է արձակվել ձերբակալումից։ Փաստաբան Եփրիկյանն ակնկալում է, որ քննչական կոմիտեն խոշտանգման մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն կիրականացնի։ Հետամուտ են լինելու նաև, որ թաղապետը քրեական պատասխանատվության ենթարկվի։ Եվ տեղի ունեցածը քննարկելու ենք իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ, շնորհակալություն։ Նորքի թաղապետն ասել է, որ հայհոյել են, ինքն էլ իրեն պահել է տղամարդու պես, ձեր մեկնաբանությունը։ Նախ որևէ արդարացում չունի որևէ բռնություն, սկսենք դրանից, երկրորդը տղամարդու պես պահվածք չէ, հայհոյանքին ծեծով պատասխանելը, այլ ընդհանրապես իրավական մեթոդներ կան առաջին հերթին, եթե տվյալ անձը կարծում է, որ իր նկատմամբ կատարվել է որևէ գործողություն, որը իրավունքի շրջանակներից դուրս է, գոյություն ունեն իրավական մեթոդներ, ոստիկանության մեթոդներ, որոնք կարող են հրավիրվել եւ ի վերջո ծեծը անընդունելի է ցանկացած պարագայում, այդ թվում նաեւ խմբակային ծեծը մեկի նկատմամբ։ Դուք կանեք պնդում, որ այսօրինակ միջադեպերը համատարած են, քաղաքական իշխանության հովանավորությունն են վայելում եւ այլն։ Ես կանեմ պնդում, որ քաղաքական իշխանությունը հետամուտ չի լինում այսպիսի դեպքերին եւ անպատժելիությունը այս դեպքին նախորդած դեպքերի պարագայում, երբ տեղի է ունեցել թե բռնություն քաղաքացու նկատմամբ ամենաբարձր պաշտոնյաների կողմից եւ թե նույն թքելու վարքագիծը, որը բավական դատապարտելի էր եւ չունեցավ ոչ քաղաքական, ոչ իրավական գնահատականի դեպ, այդ ամբողջ շղթան եւ դրան գումարած նաեւ պետական տարբեր մարմիններում մարդու իրավունքների տոտալ խախտումները բռնության տեսքով, թե քրեակատարողական հիմնարկների ծեծերը, որոնք արդարացվում են, կարծես հատուկ գործողություն է, կարծես իրավական որևէ մեթոդաբանություն չկա, գործողություններ կատարվում
կատարելու եւ թե ոստիկանական բաժանմունքներում տեղի ունեցող բռնությունները, որոնք հստակ պատասխաններ չեն ստանում, այսինքն իրավական կառուցակարգերի շրջանակներում, մենք անպատժելիության մթնոլորտի շնորհիվ ստանում ենք նմանատիպ իրավիճակների ավելի ցցուն ներկայացում արդեն իսկ տեսախցիկների դիմաց խմբակային ծեծի տեսքով։ Կարծում եք Նորքի թաղապետը պետք է իրավական պատասխանատվության կանչվի։ Իրավական պատասխանատվության պետք է կանչվի, ընդ որում պաշտոնից եւս պաշտոնազոր կարվի, եւ ես ուղղակի զարմանքով հետևեցի տվյալ կուսակցության հայտարարությունը, թե ինչպես էր արդարացվում կարծես թե բռնությունը, համարելով, որ դա ոչ թե թիրախը թաղապետն է, այլ, չգիտեմ, ավելի բարձր արժեքներ, ինքնիշխանություն եւ այլն, դա ուղղակի ես ավելի քան զառանցանք չեմ համարի, Հիշատակվում է նրա այցը ուկրաինական Բուչա։ Հա, ինչ որ տարօրինակ բացատրություններ միգուցե կամ արդարացումներ միգուցե, որոնք աղերս չունեն այսօրվա կատարվածի հետ, որը տրիվիալ խուլիգանություն է, որը իրավական շրջանակներում պատասխանատվություն կրող պարտադիր պետք է լինի այս դեպքի վերաբերյալ եւ ոչ միայն իրավական, այլև քաղաքական գնահատական, որ բարձր պաշտոն կամ որևէ նման մարմնում ղեկավար դիրք զբաղեցնող անձը իրավունք չունի նմանատիպ վարքագիծ դրսևորելու, առավել եւս շարունակելու պաշտոնավարել։ Կրկին շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Այլ թեմաներ Սյունիքում կրակոցները չեն լռում, երբ Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ խաղաղության պայմանագիրն ամբողջությամբ համաձայնեցված է, լարվեց սահմանին։ Ադրբեջանը փաստաթուղթը ստորագրելու նախապայմաններ է դրել լուծարել Մինսկի խումբն ու փոխել սահմանադրությունը։ Զուգահեռ փամփուշտներն արդեն հայաստանցիների տներին են հասնում։ Մեկ ամսից ավելի է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից կրակը չի դադարում։ Ինտենսիվ է հատկապես Սյունիքի մարզի Խնածախ ու Խոզնավար գյուղերում։ Ազատության հետ զրույցում տեղի բնակիչները մեկ անգամ չեն պատմել, որ ապրում են անորոշության եւ անապահովության մշտական զգացումով, սահմանամերձ համայնքներում արդեն զգուշանում են զբաղվել անասնապահությամբ եւ գյուղատնտեսությամբ։ Երեք տարածքային կառավարման ու էկոնոմիկայի նախարարներն են այցելել Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար եւ Վաղատուր բնակավայրեր։ Գիշերել են Խնածախում։ Էկոնոմիկայի նախարարի տարածած տեսանյութում բառ չկա կրակոցների մասին։ Բնակիչների հետ խոսել են ջրից, ճանապարհից, գյուղատնտեսությունից։ Քննարկել ենք նրանց ուզող բոլոր հարցերը, գյուղում բավականին շատ աշխատանքներ կա կատարված, բայց միևնույն ժամանակ դեռ հսկայական աշխատանք կա, որ պետք է արվի, ուրախությամբ պետք է նշեմ, որ հենց այս պահին ջրագծի կառուցման process-ի մեջ ենք, նոր ճանապարհ է կառուցվում, ճանապարհ է հիմնանորոգվում։ Էկոնոմիկայի նախարարությունից հավելյալ ճշտեցինք, Խնածախում գիշերած նախարարը լսել է կրակոցի ձայները։ Հրադադարի խախտման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դուրս է նախարարության լիազորություններից, դիմեք պաշտպանության նախարարություն, հայտնեցին գերատեսչությունից։ Այցը սակայն նախարարին ուրախացրել էր, քանի որ մեջբերում եմ, խնածախցիներն ու խոզնավարցիները շատ ամուր են, կպած են իրենց հողին։ Իրենք ամենալավը եւ ամենաշատն են գիտակցում խաղաղության գինը եւ խաղաղության օրակարգին շատ մեծ աջակցություն են ցույց տալիս։ Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանն ասաց, գյուղում անցած գիշեր դարձյալ կրակոցներ լսվել են, բայց սովորականից քիչ եւ ժամն է փոխվել։ Եղել են եւ նախարարները լսել են։ Այո։ Իսկ այդ մասով, որ արդեն մեկ ամիս շարունակ է ինչ գյուղը կրակոցների տակ է, ոչ մի լուծում չեն առաջարկում որպես իշխանության ներկայացուցիչներ։ Դե մեզ ոչ իմանալ։ Խնածախում, որտեղ գիշերել է նախարար Պապոյանը, եւս կրակոցներ եղել են, պատմեցին բնակիչները։ Իրենց նույն ժամերին ուղղակի 10-20 չեն կրակել։ Մի քանի րոպեով կրակում են դադարում նորից։ Գյուղացիները չգիտեն, որ գալու են հանդիպել։ Երևի գալիս են գյուղապետարան աշխատողների հետ են հանդիպում։ Պատահական գյուղացիներից ովքեր տեսնում են, երևի ներկա են։ 10-20 12 չի եղել, բայց 2-ից 4 եղել է։ Մեկ ամսից ավելի Ադրբեջանը կրակում է, զուգահեռ պարբերաբար պնդում, թե հայկական կողմն է իր դիրքերի վրա կրակել, ադրբեջանական ստորաբաժանումներն էլ պատասխանել են։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարը խախտելու Բաքվի հայտարարությունները կտրականապես հերքում է ու չի անդրադառնում Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի թիրախավորման մասին ադրբեջանական հաղորդագրություններին։ Այս ընթացքում հայկական ռազմական գերատեսչությունը 4 անգամ է հաղորդագրություն տարածել այն դեպքում, երբ ադրբեջանական գնդակները քաղաքացիական ենթակառուցվածք են խոցել։ Վերջինը անցած շաբաթ Խոզնավարցի 73-ամյա Ռուբեն Խաչատրյանի տունն էր։ Գնդակը տան լուսամուտով էր անցել ու տղամարդը հրաշքով էր ողջ մնացել։
Այս անգամ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Դաշնակցության կողմից ջահերով երթի ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու հետ մեկտեղ դատապարտեց նաեւ Ադրբեջանի գործողությունները։ Փաշինյանը Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել քննության առնել այդ դեպքերը եւ հանդես գալ պարզաբանումներով։ Չդադարող կրակոցների ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր այցելել է հատուկ ջոկատայինների զորամաս ու գովել նրանց 44-օրյա պատերազմի ժամանակ իրականացած գործողությունների համար։ Հարավային երկրի զինված ուժերում նաեւ գրեթե ամեն ամիս զորավարժություններ են անցկացվում։ Միացյալ Նահանգներում է Արցախի նախկին պետնախարարը առաջին անգամ Թրամփի վարչակազմի օրոք։ Մինչև Սպիտակ տուն մտնելը նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփը խոստացել էր դադարեցնել էթնիկ զտումը, խաղաղություն հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, հստակ նշելով, որ 120,000 հայ քրիստոնյաներ դաժան հալածվել ու բռնի տեղահանվել են Արցախից։ Formally recognize the genocide of the Artsakh people as a continuation of the Armenian genocide. Պաշտոնապես ճանաչել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը որպես հայոց ցեղասպանության շարունակություն, կիրառել պատժամիջոցներ բոլոր այն ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր պատասխանատու են զանգվածային այդ վայրագությունների համար, Ադրբեջանին տրամադրվող ցանկացած ամերիկյան օգնություն պայմանավորել մարդու իրավունքների չափելի բարելավումներով, այդ թվում այնտեղ գտնվող հայ պատանդների ազատ արձակմամբ, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կոչն էր ամերիկացի օրենսդիրներին։ Արցախցի նախկին պաշտոնյան կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում կազմակերպված լսումների ընթացքում հորդորեց նաև ուժեղացնել դիվանագիտական ճնշումը Ադրբեջանի վրա, ապահովելու արցախցիների վերադարձը հայրենիք միջազգային ամուր պաշտպանության մեխանիզմներով։ This was a deliberate and methodical operation. 3 տարվա ընթացքում Ադրբեջանը հաջողությամբ իրականացրեց լիակատար ցեղասպանություն իմ ժողովրդի, Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, եւ սա հանկարծակի ողբերգություն չէր։ Սա միտումնավոր եւ մեթոդական գործողություն էր, արդյունավետ մարդասիրական շրջափակմամբ եւ սովով, ռազմական հարձակումներով, քաղաքացիական բնակչության սպանություններով, մեր առաջնորդների եւ այլ հայրենակիցների անօրինական առևանգմամբ եւ բանտարկությամբ, մշակութային ժառանգության ոչնչացմամբ եւ բազմաթիվ այլ զանգվածային վայրագություններով։ Մոտ 1.5 ժամ Միացյալ Նահանգների կոնգրեսում 3 քննարկում էին Ալիևի ռեժիմի կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները։ Արցախի էթնիկ զտում, 23 հայերի գերեվարում, 300-ից ավելի քաղբանտարկյալներ, կոռուպցիա, լրագրողների հետապնդում, վերահսկվող լրատվական դաշտ։ Բանախոսների շարքում նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերն էր։ Նա կարծում է Ալիևը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Հեղինակավոր իրավապաշտպանը կոչ արեց ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմին կոնգրեսին քայլեր ձեռնարկել, ցույց տալու, որ եթե Ալիևը գործողություններ չանի, կլինեն հետևանքներ։ Ալիևի շարունակական դաժանության վառ խորհրդանիշ նա համարեց Ռուբեն Վարդանյանի բանտարկությունը, որի հանցագործությունը Գենսերի խոսքով Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելն է։ Պատմեց իր պաշտպանյալին անգամ Աստվածաշունչ կարդալու իրավունքից են զրկում ադրբեջանական բանտում։ Խրախուսական է, որ Թրամփի վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները նախագահ Ալիևին ասել են, որ հայ քրիստոնյա բանտարկյալները պետք է ազատ արձակվեն խաղաղության համաձայնագրի շրջանակներում։ Այնուամենայնիվ բռնապետերը երբեք բանտարկյալներին չեն ազատում, եթե նրանց միայն խնդրում են։ Նրանք դա անում են միայն այն ժամանակ, երբ ստիպված են լինում։ Dictators never release prisoners because they are asked, only when they have to. Պատերազմ վարել, ահաբեկչություն, կանխամտածված սպանություն։ Այս ու 4 տասնյակից ավելի այլ մեղադրանքների պայմաններում ըստ Արցախի նախկին պետնախարարի պաշտպանների Ռուբեն Վարդանյանին Բաքվում սպառնում է ցմահ ազատազրկում։ Սա այն դեպքում, երբ իր պաշտոնավարման ընթացքում Վարդանյանը վերահսկում էր բոլոր ոլորտները բացառությամբ ուժայինների։ На судебном заседании по рассмотрению уголовных дел в отношении гражданина Армении Рубена Варданяна Երեք նրա դատաքննությունը շարունակվել է։ Ադրբեջանական պետական ազերթաճը դատարանում Վարդանյանի դեմ տուժողների ցուցմունքներից է մեջբերումներ արել։ пострадавший Нурлан Багиров, Вюсал Аюбов, Джаваншир Султанов, Шамиль Исрафилов, Сеймур Агакеримов отметили, что во время прохождения службы в Кельбеджаре Բայց թե մի դեպքում հայ ու ադրբեջանցի զինծառայողների դատարանում նկարագրված բախումը, մյուս դեպքում ականի պայթյունը, մեկ այլ դեպքում զինվորների վիրավորումները երբ են տեղի ունեցել ու դրանց հետ ինչ կապ ունի ընդամենը 3.5 ամիս պետնախարարի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Վարդանյանը
չի հստակեցվում։ Նախորդ նիստում օրինակ նրա դեմ ցուցմունք տված մի երիտասարդի նկարագրած դեպքերը տեղի էին ունեցել Վարդանյանի պաշտոնավարման ավարտից հետո։ Նիստից ռեպորտաժ հրապարակող միակ լրատվամիջոցը պետության կողմից վերահսկվող Ազերթաճն է։ Անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել թե վկաների, թե Ադրբեջանում գերության մեջ պահվող հայերին վերագրվող հայտարարությունները։ Ես ասել եմ, որի հակառակ։ Ես ասել եմ, որ դա պատասխանատուն հենց այս կողմն է ադրբեջանական կողմը։ Բայց նախկին պաշտոնյաները ընտանիքի միջոցով երբեմն կարողանում են բարձրաձայնել իրենց նկատմամբ անարդարություններն ու դաժանությունները, ինչպես նաև իրենց վերագրվող հայտարարությունների անճշտությունները։ Վերջինը նախկին արտգործնախարարներ ադրբեջանական գերության մեջ գտնվող Դավիթ Բաբայանը հերքեց պետական Ազերթաճի տարածած տեղեկությունը, թե ինքը հայերին է համարել Խոջալույի դեպքերի կազմակերպիչ։ Վերադառնալով ԱՄՆ կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում կազմակերպված լսումներին, համանախագահ լսումները վարող հանրապետական Քրիս Սմիթը խոստացավ անել հնարավորը հայ գերիների ազատ արձակման համար։ Խոսեց մարդու իրավունքների խախտումների ու պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի նկատմամբ քաղաքական եւ տնտեսական հետևանքներ նախատեսող օրինագիծը առաջ մղելու մտադրությունը։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նրանք ազատ արձակվեն, որպեսզի այդ ամենը հասնի Սպիտակ տուն եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ով շատ հետամուտ է մարդու իրավունքների հարցերին։ Այսպիսով մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս ամենը հասնի նրան։ Երկար տարիներ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ամերիկացի օրենսդիրն ի դեպ Ադրբեջանի նախագահ Ալիևին բռնապետ է համարում։ Լրատվական կենտրոնն է ուղիղ եթերում, անընդհատ թարմացվող օրվա լրահոսը կարդալու համար բաժանորդագրվեք Ազատության ալիքին Տելեգրամում, իսկ հաջորդիվ դիտեք։ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ տվեց մեղադրանք առաջադրել դատավոր Արտուշ Գաբրիելյանին, դատախազը միջնորդել է նաև կալանավորել նրան։ Պաշտոնավարումից 100 օր անց Դոնալդ Թրամփին դեռ չի հաջողվում ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը։ Կառավարությունն ի վերջո տեղի տվեց արցախցիների պահանջին 2 ամսով երկարաձգելով սոցիալական աջակցությունը, փոխարենը ցուցարարները դադարեցրել են նստածույցը Ազատության հրապարակում պայմանավորվելով, որ այս 2 ամիսը պետք է օգտագործեն գործադիրի հետ նոր ծրագրեր մշակելու համար։ Անտուն մնացած արցախցիներն ասում են փողոցում կհայտնվեն առանց այդ օգնության։ Ապրիլի 1-ից Հայաստանի կառավարության աջակցության ծրագրերից դուրս մնացած արցախցիները եւս 2 ամիս կշարունակեն ստանալ 40,000-ական դրամները։ Կառավարությունն այսօր ընդունեց որոշումը, ինչը զեկուցվող հարցերի շարքում էր, նիստի ընթացքում չքննարկվեց։ Գործադիրից որոշման նախագծում մեկ հիմնավորում են բերում, թե արցախցիների աջակցության ծրագրերի վերաբերյալ ստացված առաջարկների քննարկման համար ժամանակ է պետք։ Մինչ այս որոշումը կառավարությունը ապրիլից 40,000 դրամ աջակցությունը սահմանափակ թվով միայն անչափահասների կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիների, 63-ից բարձր տարիքի անձանց, կերակրողին կորցրածների, առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների համար էր սահմանել։ 2 ամսվա համար, սակայն այս սահմանափակումներն այլևս չեն լինի, ինչպես մինչ ապրիլ էր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ, անհրաժեշտություն է առաջացել որոշման շրջանակում տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին։ Միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը։ Նշված է նախագծի տեքստում։ Կառավարությանը առաջարկներն արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն էր ներկայացրել։ Խորհուրդը մարտի 29-ից Ազատության հրապարակում նստածույց էր սկսել, այդ թվում տեղահանվածների սոցիալական խնդիրների ու բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ կատարելու պահանջներով։ Սակայն գործադիրի որոշման նախորդ օրը 1 ամիս անց որոշեցին դադարեցնել նստածույցը, օպերայի տարածքից հեռացնելով վրանը։ Խորհրդի անդամ Ապրես Մարգարյանն այսօր ասաց, կառավարության հորդորով են գնացել այս քայլին, գործադիրից արցախցիներին խոստումներ են տվել։ Իրենք էլ համաձայնել են կառուցողական քննարկումներ սկսել։ Հիմա խորհուրդը մասնագիտական խմբեր է ձևավորում, այդ թվում արցախցի նախկին պաշտոնյաներ են ներգրավվելու, ասաց Մարգարյանը։ Կառավարությունը առաջարկեց 2 ամսով երկարաձգել
այդ սոցիալական աջակցության ծրագրերը, որպեսզի իրան խոստովանեցին, որ իրենց կողմից մշակված ծրագրերը բարելավման կարիք ունեն, որպեսզի մեր մասնագիտական խմբերը միասին աշխատեն եւ բարելավեն։ Ապրես Մարգարյանն ասում է, անցած 1 ամսվա ընթացքում պարբերաբար այդ առաջարկը եղել է, բայց թե ինչու են հիմա որոշել համաձայնել, հիմնավորեց, թե նստացույցը massամբ իր խնդիրը կատարել է։ Մենք հանրահավաքից հետո հայտարարեցինք մեր իրավունքների այդ համախմբման համահայկական օրակարգ եւ ասեմ, որ այդ մասով ստացանք լայն աջակցություն բազմաթիվ մեր հայրենակիցներ, որի համար կրկին անգամ շնորհակալություն ենք հայտնում, ներկայացան իրենց աջակցությունը հայտնեցին եւ քաղաքական կուսակցություններ եւ կազմակերպություններ եւ մեր բոլորի ջանքերի շնորհիվ միանշանակ կարող ենք նշել, որ այս առաջի փուլում մենք ունեցանք մասնակի հաջողություն։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը սակայն պայքարը չի դադարեցնում։ Ապրես Մարգարյանի խոսքով պատրաստվում են պարբերաբար հանրային իրազեկման ակցիաներ իրականացնել։ Իսկ եթե հասկանան, գործադիրը փորձում է ժամանակ ձգել, իրենք ավելի մասշտաբային գործողությունների կանցնեն։ Հենց կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ եւ 3 մամուլի ասուլիսի ժամանակ ասել ենք, որ 1 վրանի փոխարեն կլինեն հարյուրավոր վրաներ, ոչ միայն կոնկրետ այս հրապարակում, այլ տարբեր մարզերում, հանրապետության հրապարակում եւ այլն։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն իր գործունեությունը կծավալի Երևանում Արցախի ներկայացուցչության շենքում։ Աղմկահարույց մի շարք գործեր քննած դատավոր Արտուշ Գաբրելյանն ամենայն հավանականությամբ կհայտնվի մեղադրյալի աթոռին կաշառքի գործով։ Այսօրվանից նրա լիազորությունները դադարեցված են, դատախազը միջնորդել է նաև կալանավորել երկար տարիներ պաշտոնավարած դատավորին։ Գաբրելյանին երեկ էին բերման ենթարկել դատական նիստի կեսից, նրան ներկայացված մեղադրանքների մանրամասները հայտնի չեն։ Բարձրագույն դատական խորհուրդը այսօր բավարարեց դատավոր Արտուշ Գաբրելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ դատավորին ազատությունից զրկելու թույլտվության հարցով գլխավոր դատախազի միջնորդությունը։ Դռնփակ նիստում խորհուրդը նաեւ կասեցրել է դատավորի լիազորությունները մինչեւ քրեական բարույթի ավարտը։ Ինձ ով կարա տապալի գեդի, ես եմ սաղ կյանքում բոլորին տապալ է, եղավ, վերջ։ Դատավոր Արտուշ Գաբրելյանը դեռ կեսօրին նախքան ԲԴԽ-ի որոշումը լրագրողների հետ կարճ զրույցում այսպես նկարագրեց իր հետ տեղի ունեցածը։ Իսկ պատահել էր հետևյալը. կաշառք տարու ստանալու եւ օժանդակելու դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական բարույթի շրջանակներում 3 դատավորին դուրս էին հանել նիստերի դահլիճից։ Թե կոնկրետ ինչ հանցանք է վերագրվում դատավորին, իրավապահները լռում են։ Դատավոր Գաբրելյանն էլ հակված չէր փակագծերը բացել։ Մեղադրանքի էությունը, որը ձեզ պիտի առաջադրվի ենթադրաբար։ Լավ, բան գա։ Գիտեք, ձեզ կաշառքի մեջ են մեղադրում, որ ստացել եք, պարոն Գաբրելյան, ընդունում եք, որ նման այդ հարցը մինչև որոշում չլինի ինձի բանջած է։ Սահմանադրության համաձայն դատավորը օժտված է անձեռնմխելիությամբ, դատավորի նկատմամբ հետապնդումը կարող է հարուցվել միայն ԲԴԽ-ի համաձայնությամբ։ Մեր գնահատման բացառապես բամբասանքներ, կծկտուր հեռախոսային խոսակցություններ առանց առարկայացման, թե ով ում հետ ինչ է պայմանավորվել, ինչի շուրջ է պայմանավորվել, թե ինչ չափի կաշառքի մասին է խոսքը, ով ում է այն տվել, չցանկացավ հայտնել նաև Արտուշ Գաբրելյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Ի սկզբանե մամուլի տեղեկությունները այն էր, որ կաշառք է ստացել, ես ուզում եմ դա հերքել, որ ոչ չի ստացել։ Իսկ եթե համաձայնությունը տվել է, թե ոչ, պնդում, որ պարոն Գաբրելյան որևէ հանցակազմի հետ կապ ունի եւ գլխավոր դատախազի եւ տեղակալի կողմից չեմ փաստարկվել։ Դուք ասացիք կծկտուր հեռախոսազրույցներ են տեղի ունեցել։ Այդ կծկտուր հեռախոսազրույցներից արդեն բավարար չէր նման մեղադրանք։ Այս համար ոչ, որովհետեւ կոնտեքստից առանձին խոսակցություններ են բերվել եւ դա պետք է նստենք մենք ամբողջ առնվազն նայենք։ Այսօր հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին միայն, որ կաշառք տալու ստանալու եւ կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ մեղադրանք է ներկայացվել 2 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Անուններ չեն նշվում, սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն կալանավորվածները դատավորի ընկերն ու օգնականն են։ Իսկ այդ ընկերը,
միջոցով, խիստ ինչ որ մակերեսային են տվյալները։ Մենք չենք կարող հիմա ձեզ ասել։ Անցած տարի բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական պատասխանատվության էր ենթարկել 60-ամյա դատավորին։ Հնչեղ դատական գործերով հայտնի Գաբրիելյանը, որ բավարարել է մի շարք ընդդիմադիրների կալանավորելու միջնորդությունները, Սասնա Ծռեր զինված խմբի գործն է քննել։ Առաջին դատավորն է, որն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Դատախազությունը պահանջում է նրանից եւ փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 62.8 միլիոն դրամ եւ 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար։ Հայաստանը 236 միլիոն եվրոյի նոր վարկ կստանա Ասիական զարգացման բանկից հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան 27 կիլոմետրանոց հատվածի կառուցման համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, թե հյուսիս-հարավի հետ կապված պլանները արդեն գոնե 70-ից 80%-ով առարկայանում են։ Միջազգային լրահոսից Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին կանխելու Դամասկոսի մերձակայքում բնակվող փոքրամասնություններից մեկի դեմ հարձակումը։ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ այս քայլով սիրիական վարչակազմին հստակ ուղերձ են հղել։ Լրացավ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 100 օրը, բայց մեկ օրում մեկ զանգով պատերազմը դադարեցնելու նրա խոստումը ոչ միայն չի կատարվել, այլ ավելի ու ավելի մշուշոտ է դառնում ռուս-ուկրաինական բանակցություններում ամերիկյան միջնորդությունը։ Ռազմաճակատում էլ դրությունը սրվել է, Մոսկվան պարբերաբար հրթիռակոծում է ուկրաինական քաղաքները, սպանելով խաղաղ մարդկանց։ Չնայած ռուսական զորքի կողմից շարունակվող հարձակումներին Վլադիմիր Պուտինը ցանկանում է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։ ABC News-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը միևնույն ժամանակ չի բացառել, որ Ռուսաստանի նախագահը գուցե ժամանակ է ձգում։ Սպիտակ տան ղեկավարը նաև իր անձով է պայմանավորել այն, որ Ռուսաստանը չի գրավել ողջ Ուկրաինան։ Կարծում եմ, նա պատրաստ է դադարեցնել մարտական գործողությունները։ Կարծում եմ, եթե ես չլինեի, նա կգրավեր ամբողջ Ուկրաինան։ Անձամբ միշտ այդպես եմ կարծել։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսն իր հերթին փոխանցել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մոտեցումն այս հարցում, ըստ նրա Մոսկվան եւ Կիևը պետք է կարգավորման կոնկրետ առաջարկներ ներկայացնեն, եւ եթե առաջիկայում առաջընթաց չլինի, Վաշինգտոնը կհրաժարվի իր միջնորդական ջանքերից։ Մենք հիմա այնպիսի փուլում ենք, երբ երկու կողմերը պետք է ներկայացնեն կոնկրետ առաջարկներ այս հակամարտությանը վերջ տալու համար։ Եթե առաջընթաց չլինի, մենք հետ կկանգնենք որպես այս գործընթացի միջնորդներ։ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգն էլ հաղթանակի օրվա առթիվ Պուտինի հայտարարած երրորդյա հրադադարը աբսուրդային է անվանել։ Fox News-ին տված հարցազրույցում նա ասել է, Թրամփի վարչակազմը պնդում է, որ հայտարարվի համապարփակ հրադադար, առնվազն 30 օրով, որը հետո կարող է երկարաձգվել։ Քելոգը հավելել է, որ Ուկրաինան համաձայն է եւ հիմա ամեն ինչ կախված է Ռուսաստանից։ Եվ եթե հաշվի առնենք այն ամենը, ինչին ուկրաինացիները համաձայնել են, ապա ամեն ինչ կախված է ռուսներից ու Պուտինից։ Այսինքն մի կողմը համաձայնել է, հիմա պետք է խոսենք մյուս կողմի հետ։ Կրեմլի խոսնակն իր հերթին հայտարարել է, որ խաղաղության գործընթացը շարունակվում է եւ նախագահ Պուտինը բաց է խնդրի խաղաղ կարգավորմանն ու աջակցում է հրադադարի գաղափարին։ Սակայն երկարաժամկետ հրադադար հաստատելու համար պետք է հաշվի առնել մի շարք նրբություններ, պատասխանել մի շարք հարցերի, ասել է Դմիտրի Պեսկովը, չմանրամասնելով թե ինչ նկատի ունի։ Ռուս պաշտոնյան նաեւ նշել է, որ բարձր մակարդակով հանդիպումներն ավելի արդյունավետ են եւ անհրաժեշտության դեպքում նման շփումներ կլինեն։ Сейчас президент остается открытым для политико-дипломатических методов урегулирования этого конфликта. Այժմ նախագահը բաց է մնում այս հակամարտության կարգավորման քաղաքական եւ դիվանագիտական մեթոդների համար, սակայն իրավիճակը այնպիսին է, ինչպիսին կա։ Մենք Կիևից որևէ արձագանք չենք լսում։ Мы с вами не слышим реакции из Киева. Կիևը մինչդեռ պնդում է Մոսկվան պետք է անհապաղ դադարեցնի կրակը, եթե իսկապես ուզում է խաղաղություն։ Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձում ասել է, որ Պուտինը երրորդյա հրադադար է հայտարարել, քանզի մտահոգված է, որ հաղթանակի օրվա շքերթը կարող է հարթ չանցնել։ Ըստ Վլադիմիր Զելենսկիի, Պուտինը ճիշտ է անում, որ մտահոգվում է շքերթի համար, սակայն պետք է մտահոգվի նաև, որ պատերազմն է դեռ շարունակվում։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգներին կառաջարկեն նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որպեսզի Մոսկվային ստիպեն գնալ խնդրի խաղաղ կարգավորման։ Вони повинні
робити чіткі кроки. Նրանք պետք է հստակ քայլեր ձեռնարկեն պատերազմը դադարեցնելու համար, եւ մենք պնդում ենք, որ անվերապահ եւ լիակատար լրադադարը պետք է լինի առաջին քայլը։ Ռուսաստանը պետք է անի դա։ Այս ֆոնին ՄԱԿ-ը հայտարարել է, որ ֆինանսավորման կտրուկ կրճատման պատճառով մոտ 880 միլիոն դոլարով կնվազեցնի Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնության ծավալը։ Իսկ իրադրությունը ռազմաճակատում շարունակում է լարված մնալ։ Ռուսական զինուժն անօթաչուներով զանգվածային հարձակում է գործել Խարկովի վրա, կա 46 վիրավոր, այդ թվում 2 երեխա, Դնեպրում կա 1 զոհ։ Ռուսական կողմն իր հերթին հայտարարել է, որ ուկրաինական անօթաչուների հարձակման հետևանքով Կուրսկում 3 մարդ է վիրավորվել։ Բաժանորդագրվեք մեր էջերին սոցիալական ցանցերում, անընդհատ թարմացվում է մեր կայքը ազատություն.am, իսկ լրատվական կենտրոնում այսքանը կհանդիպենք։